Շատ սիրեցի, շատ հաճելի տղայեք։ Դե շուտ են։ Հաճելի դերերն եք դեր։ Բայց արդեն այնքան բաների եք ասել։ Իմաց այդ նշնարցունքը նպատակը որն է տարբերակների դպրոցն է։ Այսինքն վարկանիշը իմ այժմ միջազգային վարկանիշները ձեռքբերում կամ ավելացնել է։ Նստեք։ Ամեն ինչ անեք։ Պետք է որ շատ լավ լինեք այսօր, որտեղ մեզ մոտ հատ ուր է եկել։ Մեր գեղեցիկ Մարիամ Ավետիսյանն է հեղինակը, շատ ուրախ ենք դրա համար։ Ով է եկել, գիտեք։ Երեխաներ, գիտեք, որ Հայաստանի հավաքականի շախմատի հավաքականի անդամ է, գիտեք։ Ինչ դիպրոցներ ունի, գիտեք։ Դե ես տղաներին ասա, ով ասեց այո։ Լավ, Եվրոպայի դիմային առաջնության բրոնզե մեդալակիր է, ուղղափառ ենք։ Չկա 16 տարեկան, բայց մեր Շանթ Սարգսյան աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն է եղել։ 16 տարեկանների ով չեմպիոն է եղել։ Եվ փորձում է շատ ավելի մեծ հաջողություններ ու բացումների հասնել։ Մենք ինչ պետք է ցանկանանք։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնեք միջազգային բոլոր ասպարեզները։ Մենք ենք շատ շնորհակալ։ Հիմա ինչ պետք է անենք, պետք է սկսենք։ Մրցույթը ձեզ եմ արդեն դիմում։ Հարց պատասխան։ Ոչ, բան հարցեր։ Եկեք սկսենք մեր աղջկանալ, որտեղ մեր աղջիկը ինչպես դուք եք հաղթողի դերում, Շանթ ջան որ ասեմ կդիմի, Շանթ ջան, շատ լավ անուն եք։ Նաև մեր հաղթողն է երկու անգամ և թենիսի և Մարիամի օլիմպիադայի, այնպես որ կամ իրեն հարցի հաղթելու իրավունքը առաջինը։ Ով է եղած ձեր մոտիվացիայի աղբյուրը։ Ով է եղել կամ ինչն է եղել, չէ՞։ Մոտիվացիայի աղբյուրը ես որ սկսել եմ շախմատով զբաղվել, այդ ժամանակ մեր հավաքականը համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն դարձավ ու համար մոտիվացիան այդ է եղել հիմնական իրենց այդ չեմպիոնությունը նրանից ոգևորված ես որոշեցի որ պետք է շախմատով զբաղվել կարելի ասել մեր շախմատի հավաքականն է եղել այդ ժամանակվա մոտիվացիան Ասաբալես Եթե դուք հնարավորություն ունենայիք ինչ կամում կփոխեիք շախմատում Հիմա շախմատում իդեալական ամեն ինչ կարելի չկա փոխել Իսը ասաբալես Ով է եղել ձեր ամենաբարդ մրցակիցը Մրցակիցներ շատ են եղել առանձնացնել դժվարով Իգարոն անգամ Ֆաբիանը Կարարն է իրենցը քարացել եմ բայց առանձնացնել դժվարով Մագնուս Կարլսենը չեմ խաղացել իրական շախմատում բայց ամենամեծ ցանկությունը իր հետ խաղալն է Տեսնենք ասաբալես Խաղացել եք աշխարհի չեմպիոններից որևէ մեկի հետ Իր տարիքանի չի եղել աշխարհի տարիքային շատ է եղել, բայց մեծահասակների աշխարհի չեմպիոններից ոչ մեկի հետ դեռ չեմ խաղացել Դե Մամին ջարժի Ովքեր են եղել ձեր մարզիչները Ինչ? Ովքեր են եղել ձեր մարզիչները Մարզիչներ շատ են եղել, բայց ամենաերկարը պարապել եմ Տիգրան Պողոսյանի մոտ, շախմատի տանը իր մոտ և 7 տարեկանից մինչև 15 տարեկան պարապել եմ Աշատ Անաստասյանն է եղել, որը հիմնասավոք մեզերջի Արման Փաշիկյան, Գաբրիել Սարգսյան հիմնականները Իսկ հիմա այս տարիքում եք գալիս եք մարզիչ Հիմա Գաբրիել Սարգսյանի հետ աշխատում եմ ինքն էլ հավաքականից կարելի ասել
իրավունքները։ Բարի։ Ասաբալես փոքրիկ աղջիկ։ Հայ տարեկանից եք սկսել շախմատ խաղալ։ Շախմատ 7-ից եմ սկսել։ Հիմա երեխաները ավելի շուտ են սկսել։ Մենք արդեն Սկսում ենք ասաբալես։ Դի ժամանակն էինք։ դա 5 տարեկանից։ Լավ։ Ասաբալես փոքրիկ։ Որ խաղաքարն եք դուք սիրում։ Որ խաղաքարը։ Ձին ամենաշատը։ Ուզեն կենթայացրեցին եք ձիզինում։ Ես որ լավ ուրիշն եք շատ սիրում։ Ասաբալես։ Չէ, ասա։ Ամենասիրած խաղը որն է։ Ամենասիրած խաղը։ Հա։ Սկզբնախաղ։ Ասկզնա խաղ։ Դժվար անձեր։ Իսպանական պաշտ։ Դու գիտես եք սմախաղից, բավես իսպանական գիտես։ Ասա։ Շախմատի որ տեսակն եք ավելի շատ սիրում, արագ, կայծակնային թե դասական։ Իսկումա արագ երևի։ Բլիցել եմ շատ սիրում, դասականն եմ, թե Եվ բոլորը խաղացել։ Իսկումա բոլոր դերերում, բոլորը հավասար մակարդակի վրա է, ոչ մեկում տենց որ շատ տարբերություն չկա, բայց եթե ընտրելու ունեմ, ավելի շախմատ եմ։ Մենք հարցախելը չենք ասում, չէ՞, լավ է ժամ։ Ինչպես որ շատ կարևոր է ուսուցչի գործոնը դպրոցում, չէ՞ երեխաներ։ Ինչպես կսիրեք առարկան, կսիրեք, կաշխատեք, թե չէ։ Բայց ես ուզում եմ մեր բոլոր ուսուցիչները շատ լավ են, պետք է լավ սովորեք։ Ճիշտ եմ ասում։ Ասաբալես։ Ներկա պահի դուք Հայաստանում առաջին վարկանիշով եք, արդյոք դուք այդ պատասխանությունը զգում եք։ Դե պատասխանատվությունը թիմային մրցաշարերի ժամանակ այլում։ Այս տարի ունենք Եվրոպայի թիմային առաջնություն հոկտեմբերին Բաթումիում կայանալու։ Դե առաջին անգամ որ առաջին համարն է։ Իսկ պատասխանատվությունը մեծ է լինելու, բայց փորձենք հաղթահարել։ Շատ լավ է, ապրեք, եկեք դուք ասաբալես։ Որն է եղել ձեր ամենահիշվող պարտիան։ Իշխող պարտիան, թվում է աշխարհի առաջնության, որ չենք ունենալսել վերջին տուրում։ Ինձ ոչ ոքի էր արկավոր, որպեսզի դառնայի աշխարհի չեմպիոն։ Բայց դուք հաղթեցիք։ Չէ, ոչ ոքի Եվ ո՞վ եք լուծել։ լեգ շախմատիստներ, իրան պարտադիր ակտանակերպել, ինձ ոչ ոքի էր բավական, պարտիան ոչ ոքի ավարտեցի ու դարձա աշխարհի չեմպիոն։ Ապրեք դուք։ Այս մենք դպրոցում ինչ եք կազմում, եկեք դպրոցում ինչ ունենք։ Թիմ։ Այսինքն կարևոր է թիմային հաղթանակները։ Շատ լավ է որ հաղթանակներ են ունենում, բայց մենք դպրոցում պետք է ունենանք նաև թիմային հաղթանակներ։ Ես ուզում եմ գիտեք ինչ ձեզ ցույց տալ, շատ ուրախ եմ։ Դասասենյակը գեղեցիկ է դարձել։ Մեր կերպարվեստի ուսուցչուհին է, Գեբիդիթը Մերգումյան, ուրեմն տեսեք մենք ինչքան գեղեցիկ նկարներ ենք պատրաստել, մեր երեխաներն են դրանք արել։ Մենք ունենք նաև եւ շախմատի խմբակ մեր դպրոցում եւ նկարչության խմբակ, եւ շատ լավ համագործակցում ենք։ Մի հատ եկեք տեսեք ձեզ համար ինչեր է պատրաստել։ Նայեք Բա հեղինակները աղջիկներն են։ Մենք ունենք նաև պատիքներ, երեխաներն են հեղինակները։ Ամենափոքրիկները։ Ամենափոքրիկներն են, որ այսպես են գրել, ես տեսնում եմ։ Ամենափոքրիկներն Երրորդ դասարանի երեխաներն են։ Ինչպես են ձեզ պատկերացնում։ Այդպես կատարել են նման աշխատանք։